Ողջույն սիրելի ընկերներ, հույսով եմ լավ եք, նախ եւ առաջ ներողություն եմ խնդրում ուշուշ հանդիպելու համար վիդեո տարբերակով, զբաղվածությունս ներկա պահին շատ մեծ է եւ երբ ժամանակ եմ գտնում, որ կարող եմ ձեզ հետ շփվել միանգամից այսպես, բայց չեմ կարող չանդրադառնալ այն իրավիճակին, ինչը որ ներկա պահին տեղի է ունենում հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին մեր հավատքն է առ Աստված։ Հայ առաքելական եկեղեցու դռները ոչ մի հայորդու առաջ չպետք է փակ լինի եւ անգամ հայ առաքելական եկեղեցին մեծ դերակատարություն ունի տուրիզմի զարգացման հարցում, որովհետև հենց տուրիստներ են գալիս Հայաստան, մենք անմիջապես շտապում ենք նրանց ցույց տալ ուրեմն Գառնու Մայր տաճարը, Գեղարդը, Էջմիածինը եւ իրականում այն ինչ տեղի ունենում ներկա պահին հայ առաքելական եկեղեցու շուրջ ինձ համար շատ ցավոտ, շատ վտանգավոր եւ չգիտեմ ինչ թեմա է, ուրեմն այս տարիների ընթացքում անդադար թալանվել է մեր եկեղեցին վերածել են ուրեմն առևտրի սրահի, հիշեցի Սուրբ գրքից Հիսուս Քրիստոսի խոսքերը, իմ հոր տունը մի սարքեք առևտրի կենտրոն, շատ ցավում եմ, բայց այսօր մենք արդի Հայաստանում առերեսվում ենք այդ խնդիրների հետ։ Իրականում գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակում եւս շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, բայց հայաստանյան ներքին խնդիրները այնքան շատ են, որ չենք հասցնում անդրադառնալ այդ թեմաներին։ Սիրելիներս, այսօր շատ հետաքրքիր էքսպերիմենտ կանեմ, կարծում եմ բոլորիդ կհետաքրքրի, ես կխնդրեմ այնինչ կասեմ, կերքեմ, երգի բառերով կասեմ, կխնդրեմ ուշադիր լսեք ու պարտադիր վերլուծեք այդ երգի բառերի իրականությունը։ Ուրեմն երգը պատկանում է դաշնակցական, երգը երգել է դաշնակցական ուրեմն Ներսիկ Իսպիրյանը։ Երգի բառերը հետևյալն են. Քեզ խլել են, թալանել են, կալանել են, քո վանքերը ավիրել են տունիմ հայրենի, խաչքարերդ արցունքներով կլվանամ, աղաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնամ։ Իրականում բառերը հուզիչ են, իրականում բառերը այնպիսին են, որ ցանկացած օտար երկրում ապրող մարդու մոտ հուզմունք կառաջացնի, բայց անդրադառնամ երգի մյուս տողերին։ Ես այստեղ փոխել եմ բառերը իրականում, դու դարձել ես կկբ գերի, ծայրագույնդ գերի օտարին, քոտակ սրտում սառույցներ են գոյացել, քարացել, գարուններդ աշուն են դարձել։ Այս երգը երգում է Ներսիկ Իսպիրյանը։ Իրականում այնտեղ շարունակությունը իբրև թուրքերը, ադրբեջանցիները գերիվարել են մեր եկեղեցիները, բայց այսօր մենք առերեսվում ենք այն իրականության հետ, որ մեր եկեղեցիները գերիվարել են ծայրագույնի նման մարդիկ, հա։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, մինչև վերջ ձեզ հետ միասին պայքարելու եմ, որպեսզի ամենայն հայոց ծայրագույնը գահընկեց լինի։ Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր պարոն վարչապետի արված հայտարարության մեջ ճշմարտություն կար, այո, ամենայն հայոց ծայրագույնը ունի դուստր, որի անունը ես գրել եմ արդեն նախորդ գրառման մեջ, եւ նա չի կարող այլևս ղեկավարել հայ առաքելական եկեղեցին։ Ես չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործեմ, ես չեմ ուզում ավելի վտանգավոր բաներ ասեմ, բայց ծայրագույնին ուզում եմ մի բան զգուշացնեմ։ Կտրիչ Ներսիսյան, ամենայն հայոց ծայրագույն, ունեք երկու տարբերակ, կամ մենք ժողովուրդս ոտքի կկանգնենք, ձեզ խայտառակ կերպով դուրս կվռնդենք, ուրեմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, կամ դուք խելոք կվերցնեք եւ ինքներդ սուսուփուս կհեռանաք։ Սուսուփուս առանց ինտրիգի, այն խայտառակությունը, որը ձեր շուրջ տեղի է ունենում, մի թողեք ընդլայնվի ու ծավալվի։ Եթե մի քիչ պատիվ թասիբ ունեք, դուք ինքներդ վերցրեք ու գնացեք։
Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը բավականին մեծ փաստեր ունենա ծայրագույնի շուրջ եւ խորհուրդ, հորդոր, նաեւ խնդրանք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը միգուցե այնինչ ունեք ձեր ձեռքի տակ դնեք ծայրագույնի դիմաց եւ պահանջեք, որ հեռանա, եթե մենք ոտքի կանգնեցինք, հնարավոր է շատ վտանգավոր իրավիճակ սկսվի Հայաստանում։ Մենք որ ոտքի կանգնեցինք, ոչ միայն ծայրագույնի վերջը կտանք, այլ նաեւ Ղարաբաղյան կլանի վերջը կտանք, որովհետեւ ներկա պահին ամբողջ աշխարհում տեղի ունենում շատ լուրջ փոփոխություններ, եւ պարոն վարչապետը միայնակ չի կարող, նրա թիմը իհարկե, միայնակ չեն կարող այս բոլոր հարցերի պատասխանը տալ։ Ես խնդրում եմ եղեք զգոն եւ մի քիչ էլ ժողովրդի հետ որպես ժողովրդավար երկիր հաշվի նստեք, հարգելի ազգային անվտանգություն։ Այսօրվա համար այսքանը։ Այսա Վադալասկեն հագիցից չեմ հանելու, մինչև ծայրագույնը չգնա։ Այս էլ հատուկ սիմվոլ ունի։ Այսքանը սիրելիներս։